Գյուլբենկյան հիմնարկությունը եւ Նյումեկ հրատարակչությունը ներկայացնում են նոր միտք, նոր թարգմանություն երկօրյա բացառիկ համաժողով։ Առաջին օրը խաթարված ներաշխարհի եւ սթրեսի մասին բացառիկ գրքեր ու թեմաներ։ Բեսել Վան դեր Կոլկի համաշխարհային բեսթսելերի շնորհանդեսը Մարմինը ամեն ինչ հիշում է։ Պանելային քննարկում տրավման վերապրելու մասին երկու գրքի հիման վրա։ Ջոան Դիդիոն մոգական մտքերի տարին, Ջուլիա Սամուել ամեն ընտանիք իր պատմությունն ունի։ Երկրորդ օրը աշխարհն ու մենք։ Արևելքի ու արևմուտքի հակամարտության մասին գլխավոր գիրքը կես դար անց առաջին անգամ հայերեն։ Էդվարդ Սայդ, Արևելաբանություն, 44-օրյա պատերազմի մասին առաջին համապարփակ վերլուծությունը։ Հայ ու միջազգային փորձագետները գրել են Արցախի կորստի մասին։ Կոտրված Վահան, հյուրեր արտասահմանից, հատուկ պատվիրակություն Պորտուգալիայից, քաղաքագետներ ու միջազգային փորձագետներ, թարգմանիչներ ու հոգեբաններ։ Նոր միտք, նոր թարգմանություն։ Գյուլբենկյանը Նյումեկ Book Forum։ Մարտի 27-ին եւ 28-ին Holiday Inn Երևանում։ Ուսանողական տոմսերով գրքերը 40% զեղչով։ Մուտքն ազատ է։ Այսպեսի հնարավորություն է տալիս ձեռք բերելու այս հրաշալի գրքերը, որոնք շատ կարևոր են։ Նյումեկ հրատարակչությունն ու Գուլբենկյան հիմնարկությունը ներկայացնում են նոր միտք, նոր թարգմանություն բացառիկ երկօրյա համաժողովը։ Հատուկ այս համաժողովի համար Հայաստան են եկել հյուրեր արտասահմանից, պատվիրակություն Պորտուգալիայից, Գուլբենկյան հիմնադրամից։ Այս պահին մեր տաղավարում են Գուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքի բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը, բարի լույս, Պորտուգալիայից եւ ֆորումի ներկայացնող արևելաբանության գրքի թարգմանիչ Մինաս Լուրյանը Վենետիկից։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Նախ առաջին հարցը, ինչու է հենց գրքերի մեծամասնությունը հոգեբանությանը վերաբերվում։ Այս բարակային ուրեմն մենք Գյուլբենկյան հիմնարկությունը թարգմանական շարք ունի, որ գհովանավոր է, կարևոր գիրքեր արևմուտքի մեջ լույս տեսած, որ հայերենով ներկայացվի։ Բայց այս բարակային նաև 3 գիրք կա հոգեբանության մասին, որովհետև ինչպես ամենքն իսկ գիտենք, Հայաստանը ապրեցավ շատ դժվար ժամանակաշրջանը եւ գաբրի ուղղակի ասկային ողբերգությունը ապրեցանք եւ Նյումեգը մեզ առաջարկեց, որ այս գիրքերը կարևոր են, այս գիրքերը ինչպես Մարմին ամեն ինչ հիշում է, նշեցիք այս գիրքերը մեր հանրությունը եթե գարտա, թերևս քիչ մի իրենց պիտի օժանդակե, որովհետեւ այդ ողբերգության հետ թեմտիմաց կան եւ սկսին ավելի աբական նայել եւ թեպի առաջ ելտալ։ Ուրեմն ադո համար է որ այս հոգեբանական գիրքեր, այս երեք հոգեբանական գիրքերուն համացան եղանք որ թարգմանվին արևել հայերենի։ Ահա։ Եվ երկրորդ օրն ավելի աշխարհաքաղաքական թեմաներ քննարկվելու, զատ հոգեբանականից, այդ հետ տրավմատիկ եւ հետ ստրեսային վիճակների մասին զրույցներից հետո վերադառնում ենք աշխարհաքաղաքականություն եւ գրեթե կես դար անց, 50 տարի անց Էդվարդ Սայիդի արևելաբանություն։ Այո, օրիենտալիզմ գիրքը։ Այո, թարգմանությունը տեղի ունեցել, որպես այդպեսին ինչի մասին կզրուցենք, բայց այստեղ արդեն պատմաբաններ, տարբեր փորձագետներ բացում են, քննարկում են, հետաքրքիր ինչու կանգ առեք հենց այս ընտրության վրա։ Ուրեմն թարգմանություն հազար ներողություն, որովհետև այստեղ նաև Արցախյան շատ երկրորդ Արցախյան պատերազմի թեման է շոշափվում եւ մեծ զուգահեռներ են տանում մեր իրականության հետ։ Սա շատ այստեղ է կարևորությունը տալիս ավելի։ Այո, շատ շիդակ։ Ուրեմն երկրորդ օրը երկու գիրք որ պիտի ներկայացվի, առաջինը թարգմանական շարքին մեկ կարևոր գիրքերն մեկն Էդվարդ Սայիդի գիրքը, արևելաբանությունը մեր մտածելակերպը փոխած է։ Մեր երբ կսենք արևմուտքի գիտական աշխարհի եւ հանրային աշխարհի մտածելակերպը փոխած է, թե մենք արևելքը ինչպես կտեսնենք, ադոր մեջ ինչ ուժի հարաբերություններ կան եւ ինչպես ադոր միջոցով մենք կջնշենք ուրիշ երկրներով։ Մենք երբ կսեմ արևմուտքի մասին է խոսքը։ Եվ այդ 10 կարևոր գիրքեր որ զադած էինք արևելաբանությունը այդ կարևոր գիրքերը մեկն է։ Ադոր դրամապանությունը այդ միջազգային քրագանությունը հոս ներկայացնել։ Իսկ Արցախի գիրքը դարբեր է։ Արցախի գիրքը թարգմանություն չէ, Արցախի գիրքը հրատարակություն է, հետազոտություն է, որ մենք 2020 թվականի, 21 թվականի սկիզբը մտածեցինք, որ մենք պետք է հետազոտենք, թե պատերազմը ինչու եղավ, ինչու բարձրացանք, հասկանված է որ բարձրացանք, եւ ադիկա քիդական հիմքերով վրա
առանց քաղաքականությունը մեջը շատ միջամտելու, գիտական հիմքերով որ հասկանանք թե ինչ եղավ եւ ինչու եղավ։ Ուրեմն այս գիրքը որ պիտի ներկայացվի, բավական հաստ գիտական աշխատանք մնե, որ այդ կբացատրի եւ ադո մեջ կա մասնակիցներ, հեղինակներուն 15-16 հեղինակներուն մասնակիցներ հայ, միջազգային եւ նույնպես ադրբեջանցի մասնակիցներ, որ շատ հետաքրքրական ձևով կներկայացնեն թե Ադրբեջանի մեջ ինչ տեսակի վեճեր կային։ Ուրեմն Վիկեն Չեչովյանը խմբակրեց այս գիրքը, որ նաև հեղինակներեն մեկն ավելի փոքր գիրքը Արցախի մասին, բարդության մասին, որն անունը 44 բարդություններ, իսկ Գորդված Վահանը Նյումագը ստանցնեց այս ավելի լայնածավալ, ավելի քիդական ուսումնասիրությունը, որ վաղը պիտի ներկայացնենք, ես ակիրքը չեմ տեսած, այսօր երեկոյան կտեսնենք գիրքը։ Այո, այսօր կնախապատրաստեք, որ վաղը եւ մյուս օրը տեղի ունենա այս շատ հետաքրքիր միջոցառումը։ Պարոն Լորյան, դուք գրքի թարգմանիչն եք եւ ինձ հետաքրքիր է հատկապես ձեր կողմից արձագանքը կարևորության մասին այս գրքի Հայաստանում հրատարակվելու մասին։ Ուրեմն շնորհակալություն հրավերի համար, նախ ասեմ, որ միակ թարգմանիչ չեմ գիրքի, խմբային աշխատանք եղած է։ Ուրեմն թարգմանողները 3-ն են, Ռաֆի Աջամյան կանադայեն, Մարկ Նշանյան, որ այժմ Լիզբոն գաբրի, եւ մեր աբրող մեծակույն քրագանակետները մեկն է, Սպիրկի մեջ աբրող, եւ ես ուրեմն հրավիրվեցա որպես թարգմանական աշխատանքի շարունակություն անեմ, երկրորդ եւ երրորդ բաժինը այսինքն դեռ կար սկիզբը եղել էր սկիզբը սկսած էին այդ աշխատանքը անել, բայց ժամանակը չէր բավարարել, որ 1 կամ 2 անհատ գարենային այդ կորզը ավարտին հասցնել։ Նախ ասեմ, որ բادرաստությամբ նաև թարգմանիչ չեմ, Սպիրկի մեջ աբրողներս մի քանի ինքնության դեր մարդիկ ենք եւ մի քանի ասպարեզով կսպարենք ըստիբողապար, այսինքն անհատները իրենք գարույցներ կտանան գարույցներու բացակայությամբ։ Այո։ Եթե գուզենք մեր ինքնությունը բաղբանել ծրագրը։ Իհարկե։ Եվ կյանքի փորձառության բերումով մի քանի լեզուներու ունակ ենք, քիչ են նաև թիվով այն մարդիկը, որ արևմտահայերենին կամ հայերեն լեզվին գդիրաբեդան, այնպես որ ես լալով մասնակցությամբ երաժիշտ եւ կարևոր գետրոնի մշակութային դնորենը, այս իմ ունակությունները դրամատուրգիան դակ դրազեմ, որովհետեւ գարնամ ծեումը իմ կողմից նպաստել նման կարևոր աշխատանքներում։ Միանշանակ, քանի որ արվեստը սինթետիկ վիճակ է, որպես այդպեսին, այն իր մեջ ներառում է եւ երաժշտություն, եւ փաստորեն այս դեպքում նաեւ գրականություն, իսկ դա միանշանակ պատկերացնելի է, որ կարող է այդպես լինել եւ ձիրքերը փաստորեն այստեղ առաջ խաղացին։ Գրքի շուրջ քննարկումներ է լինելու, ես կուզեմ դուք խոսեք թե ինչով է այն կարևոր արևելագետների, միջազգայնագետների համար, ինչքանով է կարևոր։ Ընդհանրապես մասնագիտական ուղերձ կարող է լինել։ Գիտեք, դուք ակնարկեցիք աշխարհաքաղաքական բաղունակի նյութին մասին, բայց պետք է նկատի ունենանք, որ Էդվարդ Սայիդ հսկա դիտամն է, վիթխարի կորց մկրածը իր հյումանիստ բادرաստություն ունեցող մարդու կողմ է 2-3 տարու հսկական արևմտյան քրագանության նյութ ուսումնասիրած է այս գիրքը գրելու համար շատ պայմանական ծավալ մենք կսենք թե աշխարհակաղակական նյութերով գսվայի, բայց 3 տարերու հսկական մատենագիտության ուսումնասիրություններ կան այդտեղ եւ ինքն իսկ հայամատական քրագանության արևմտյան լեզուներով հայամատական քրագանության մասնակից էր։ Այո։ Լալով նաեւ ցակումով արապալեզու, բաղեստինցի փորձառություններ ունեցած է կյանքի Եգիպտոսի Լիբանանի մեջ Բաղեստինանի վերջո եկած հավանաբար միակ բիդիլար գարենալ այդ երկու ասենք փևերներու երկու աշխարհներու արևելք մանավանդ արաբական աշխարհի մասին երբ մտածենք եւ արևմուտքի մշակույթը խորաբես ուսումնասիրող մարդու գործը միան նման մարդ գնար այսպիսի վիթխարի գործ հրատարակել շատ հարուստ նյութ կա այդ մատենագիտական խորաբես ուսումնասիրված 1600-ն նույնիսկ միջնատարեն սկսյալ այնպիսի մեջ ֆորումներ կան իդալացի փիլիսոփաներու, գերմանացի փիլիսոփաներու, պատմաբաններու եւ այլն, որ այստեղի ընթերցողին մանավանդ երիտասարդ ընթերցողներուն համասարանական հսկա նյութ կա, հսկա աղբյուր կա,
որը կարևոր է հայերեն լեզվով դրամատրել հայ ընթերցողին, հայ ուսանողին։ Նաև բարձրապես հայ քաղաքացին, որովհետև այդ գիրքը գարտալով յուրաքանչյուրս իրազեկ կլանք, թե ինչպիսի հավասարակշռություններ կան քաղաքական աշխարհի մեջ, երկու փեղերներու մեջ։ Այս քաղաքացիներ երբ իրազեկ լան, նաև իրենց ղեկավարությամբ մեր ընդհանուր, ասենք, հայ իրականության ղեկավարներուն գործը ավելի գտյուրանա։ Եվ նաև կարող է հայացքներ փոխվել ամեն դեպքում գրքի ընթերցանությունից հետո։ Այո։ Տեղ հասցնել ասելիքը, ինձ թվում է յուրաքանչյուր արվեստի գործում կա միտք, հենք, որը ուզում ես տեղ հասցնել։ Պարոն Փանոսյան, դե ակնհայտ է ընտրությունը գրականության, միանշանակ սրանք մեր հասարակությանը եւ մեր իրականությանը շատ հարիր աշխատանքներ են գրական։ Իսկ ինչ եք կարծում, հատկապես ովքեր պիտի կարդան այս գրքերը կամ ովքեր պիտի աշխատեն այս գրքերով, մարդիկ ովքեր որ պետք է աշխատեն հասարակության եւ սոցիալ վիճակների հետ, թե քաղաքացիներ են, ուղղակի մարդիկ են, բոլորը ունեն հասանելիություն այս գիրքը ընկալելու եւ հասկանալու եւ նաեւ ենթադրություններ անելու ինչ որ։ Հոգեբանական գիրքերը հանրության համար են, այսինքն որևէ մեկը գնահատալ, որևէ մեկ ընտանիք, որ դժվար գացությունի անցած է, կամ քաղաքական պատճառներով, բարեվազմի պատճառով, կամ անհատական պատճառներով այդ գիրքերը իրենց համար են, այսինքն ամեն մարդ կարող է գարտալ, անշուշտ հոգեբաններ մասնակիցներ կարող են այդ գարտալ եւ գուհուսանք որ գարտան։ Ուրեմն հոգեբանական գիրքերուն թիվախը է։ Ավևելապանություն օրիենտալիզմ գիրքը ավելի մասնակիտական գիրք մնե, համասարանի ուսանողներ, որևէ մեկը որ հետաքրքրություն ունի թե ինչպես ուժը գփանի հասարակության մեջ, որևէ մեկը որ քաղաքականությամբ կսպառվի, որևէ մեկը որ քրագանությամբ կսպառվի, բայց ավելի թիրախավորված է մասնակիցներու, համասարանականներու եւ անշուշտ քաղաքական գործիչները գնահատել, որովհետեւ տեսնեն թե ինչպես Արևմուտքի ուժը գբարդատրվի արևելքին վրա։ Վերջապես մենք այդ երկուքի միջև ենք, չէ՞, որպես երկիր եւ որպես ժողովուրդ։ Իսկ Արցախի գիրքը ադալ Թեբեդեվսի մասնակիտական գիրքը ամբես մկրված է որ մաչելի է բոլորին համար։ Ով ուզի հասկանալ թե Արցախի մեջ մենք ինչու հասանք հոսվոր ենք եւ այդ բարդության կամ այդ գացության դարբեր գորմեր ուսումնասիրել այդ գիրքը իրեն հետաքրքրել։ Ուրեմն ադոր մեջ կան քաղաքական գործիչներ, ադոր մեջ կան մասնակիցներ, ադոր մեջ կան հանրությունը, որ բազապես գուցե հասկանալ թե ինչ եղավ եւ ինչու եղավ, այսինքն։ Դուք նշեցիք ձեր խոսքում, որ այս ինչուների պատասխանները նաև փնտրել են ադրբեջանցի գրականագետները։ Այո։ Հետաքրքիր ինչ պատասխաններ են գտել կամ ինչ համեմատություններ են տեղի ունեցել։ Դուք ինֆորմացված եք որպես այդպիսին այդ քննարկումների վերջնա։ Գնամ քիչ մտածել, բայց այշուշ քիրքը պետք է գարտա, որ մարդիկ այդ հարստությունը դեսնեն։ Մեկ հոդվածը որ գհիշեմ, բավական երկար հոդված մներ, գբացադրվի թե Ադրբեջանի մեջ էլիտային, Ադրբեջանի էլիտի մեջի վեճերը եւ հագասությունները ինչպես աստեցին իրենց քաղաքականության վրա, որ բادرած վճարեն Ղարաբաղի դեմ։ Այսինքն ինտրաէլիտ, էլիտի մեջի ներսի վեճերը, որ մենք հոստերն բացարձակապես տեղյակ չենք, որովհետեւ չենք տեսնել։ Բայց այս մասնակետը դերյակ է, եթե չեմ սխալի Ադրբեջանի մեջ Չաբրիզ, այդ տեսակի հոդված գրել Ադրբեջանի մեջ եւ երջանիկ կյանք շարունակել, ինձ թվում է անհնար է։ Բայց այդ հոդվածը որ մենք շատ բան պիտի սովորենք թե իրենց ներքին վեճերը ինչ էին։ Եվ օրինակ մեկ օրինակ է։ Մյուսները այդեն երբ քիրքը գարտակ եւ գտեսնեք սպիկի մասին հոդվածներ կան, ռազմական նյութերու մասին հոդվածներ կան, հայկական դեսանգյուններ թե մեր բանակը ինչ բացլողումներ ուներ, անշուշտ քաղաքնիկ չի գան իմաստով որ բերական քաղաքնիկներ չի գան բացարձակապես ոչ, բայց դուրսեն դիտված մասնակիցներ որ քաչադերյակ են ներքին հարցերեն անոնք վերլուծած են։ Պարոն Լուրյան, ինչ խոչընդոտների եք հանդիպել թարգմանական աշխատանքների ընթացքում, արդյոք լեզվամտածողությունը համապատասխան էր հայ ընթերցողի լեզվամտածողության ու ընկալումներին կամ ինչպես եք այս ամենը ադապտացրել
լեզվամտածողության ադապտացիա։ Ուրեմն թարգմանական աշխատանքը բնական է միակ կամ առաջին գիրքը չէ, որ թարգմանած եմ։ Եվ մի քանի լեզուներով, մի քանի լեզուները այլ լեզուներով թարգմանություններ ածեմ։ Միշտ դժվարություններ կան։ Գաղում ունի նաև թե գիրքի նյութը ինչ է, ինչ կարծած է եւ մենք ինչ պարամետր ունենք արդեն այդ նյութին վերաբերյալ։ Անգարելի է մեկ-երկու լեզուներու բառարաններ օգտագործելով գիրք թարգմանել։ Իհարկե։ Նյութերը այդքան ընդարձակ են եւ մեր բառաբաշարը երբեմն նաև սահմանապակ է, պետք է անպայման մի քանի բառարաններով աշխատել եւ թարգմանություն անել։ Այդ հարցը ասենք մեկում ցկած գուզեի վարգամս այդի դիբարին վերադառնալ։ Ուրեմն Սաիդը ամենտեղ փորձած է նշել ընդգծել, որ իր նպատակը երկու իրականություններու հագաթության շեշտը այդ հագաթության վրա տնել չէ, այլ փորձած է համերաշխության հող պատրաստել։ Այսինքն երկու աշխարհները հասկանալ եւ ներկայացնել իր հասկացածով, որովհետեւ այդ երկու աշխարհները գարենան լեզու գտնելու եզրեր գտնել։ Եվ շատ եզակ է, որ ինքը նաև ուզած է արաբական աշխարհը հրեական աշխարհին մոտեցնել եւ Դանիել Բարենբոյմ աշխարհարշակ բանի հետ երաժիշտի հետ, խմբավարի հետ այդ արևելյան երկիրներու Հրեաստանի եւ արաբական երկրներու երդասարտ երաժիշտներու մասնակցությամբ օրքեստր հիմնված է։ Հսկայական աշխատանք է, որ ադոնք իրանք երկուքով նախաձեռնած են, որբեսի երաժշտական լեզվի միջոցով երկխոսությունը սկսի թշնամական երկու իրականություններու միջև։ Այդ գործը մինչև այսօր Բարենբոյմը կշարունակե դանել։ Դժբախտաբար Սաիդը երդասարտ հիվանդության պատճառով վախճանեցավ։ Գուհուսանք որ այդ աշխատանքը կարելի է շարունակել եւ իսկապես համերաշխության հասնի։ Այսինքն ուզում շեշտը տնել, որ հագաթության վրա չէ շեշտը։ Նոր իրարու միջև լեզուներ գտնելու չանք է։ Ինձ թվում է արվեստը կփրկի ամեն դեպքում, որովհետեւ արվեստը գեղեցիկն է, իսկ գեղեցիկ փրկում է աշխարհը։ Շնորհակալություն։ Փաստորեն մեզ սպասում է շատ հետաքրքիր գրական, փորձագիտական, մեր երկրի եւ մեր իրավիճակի մասին շատ հետաքրքիր գրական աշխատանքներ, որի մասին որտեղ կարելի է ներկա լինել եւ գտնվել։ Մենք զրուցում ենք Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի եւ արևելաբանություն գրքի թարգմանիչ Մինաս Լուրյանի հետ։ Նրանք մասնակցելու են Նյումեկ հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության Նոր միտք, նոր թարգմանություն երկօրյա համաժողովին։ Համաժողովը տեղի կունենա այսօր եւ վաղը երեկոյան 6-ին Holiday Inn հյուրանոցում կլինեն գրքիչներ հանդես, քննարկումներ, մուտքնազատ է իդե բոլոր գրքերը ուսանողների համար կվաճառվեն 40% զեղչով։ Բաց չթողնեք ինչպես գրքերը ձեռք բերելու, այնպես էլ կարևոր քննարկումների մասնակից լինելու այս հիանալի հնարավորությունը։